Հրազդանի մեծ կամուրջի աշխատանքների մեկնարկը տրվել է հունիսի 17-ին։ Կատարվում է հիմնանորոգման աշխատանքներ, հիմնական աշխատանքները տարվում են դեֆորմացիոն կարերի մասով եւ նաեւ ստորգետնյա հատվածում, այսինքն կամուրջի տակը ոչ միայն այն աշխատանքներն են կատարվում, որոնք որ դուք հիմա տեսնում եք կամուրջի վրայի շերտի հատվածում, աշխատանքները տարվում են ամենօրյա ռեժիմով 8-ից 8-ը, նույնիսկ շաբաթ եւ կիրակի օրերին։ Մի երթևեկելի գոտում իրականացնում ենք ներդիր դետալների խարսխումը, իսկ մյուս երթևեկելի գոտում արդեն պատրաստ դեֆորմացիոն կարի նոր տեղադրում ենք իրականացնում, այնուհետև իրականացնելու ենք ընդհանուր դետալների եռակցման աշխատանքները։ Հրազդան մեծ կամրջի վրա իրականացվելու է դեֆորմացիոն կարի պոլիմեր բետոնի իրականացում, որը անջատիչ հատված է դառնալու ասֆալտի եւ մետաղական կառուցվածքի։ Դա առաջին անգամ է կիրառվելու Հայաստանում։ Դեֆորմացիոն կարերի հեռացման ժամանակ մենք հանդիպել ենք պահարանային պատի վերին հատվածի բետոնի քայքայված շերտերի, որը հեռացրել ենք։ Արդեն իսկ ունենք դրական դինամիկա, օրը, որը պլանավորել էինք օգոստոսի 29-ին, տեղափոխվել է օգոստոսի 15-ին, այն կբացվի երթևեկության համար, այսինքն այս շերտի ավարտական աշխատանքներն են, իսկ ընդհանուր կամուրջի աշխատանքները 210 օր է եւ շարունակվելու է մինչեւ տարեվերջ։